Մատթեոս 11-րդ գլուխ։ Երբ Հիսուսն ավարտեց իր 12 աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով հարցրեց նրան. «Դու ես, որ գալու էիր, թե ուրիշի սպասենք»։ Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Գնացեք պատմեք Հովհաննեսին այն, ինչ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հարություն առնում և աղքատներն ավետարանվում են։ Եվ երանի նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։ Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ինչ տեսնելու ելաք. քամուց շարժվող եղեք, ապա ինչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդու։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։ Ապա ինչ տեսնելու ելաք. մարգարեի։ Այո, ասում եմ ձեզ, ավելին քան մարգարե, որովհետև այդ նա է, ում մասին գրված է. ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։ Ամբողջ օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան, և եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Ում նմանեցնեմ այս սերնդին։ Նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին և ասում. «Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք»։ Եկավ Հովհաննեսը, ոչ ուտում էր, ոչ խմում, և ասում են նրա մեջ դև կա։ Եկավ Մարդու Որդին, ուտում ու խմում է, և ասում են ահա ուտող խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից։ Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին. «Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։ Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնաում, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես։ Որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։ Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, Տեր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։ Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը թեթև»։